Կտրենք միասին, այս կարգախոսով է առաջնորդվում կարգավորիչ գիլյոտին ծրագիրը։ Այն Հայաստան է հասել 2011 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ, որը նախագահում է հանրապետության վարչապետը։ Այս ծրագիրը մի շարք ուղղություններով աշխատանք է նախատեսում։ Առաջինը քաղաքացիների կյանքի բարելավմանն ուղղված ջանքերն են, որոնք իրենց մեջ ներառում են բազմաթիվ վարչական գործընթացների եւ տարաբնույթ իրավական ակտերի կրճատման, քաղաքացիների կյանքի հեշտացման եւ որ ամենակարևորն է կոռուպցիայի դեմ պայքարի հարցեր։ Նպատակն է մաքրել օրենսդրական դաշտը եւ ավելի լավ հնարավորություններ ստեղծել թե հասարակության եւ թե բիզնեսի զարգացման համար։ Հայաստանում բացի երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող ոլորտներին վերանայվել են մյուս բոլոր ոլորտները, ինչի արդյունքում իրավական նորմերից շատերը համարվել են ուժը կորցրած, շատերը պարզեցվել են եւ միայն մի մասն է մնացել անփոփոխ։ Հնարավորություն Իտալիս նվանզեցնելու օրենսդրական ակտերի սպիխող սակսերն ու ռիսկերը, որոնք ազդում են բիզնեսների եւ քաղաքացիների վրա։ Կան պահանջներ, պայմաններ, որոնք այսօրվա դրությամբ արդեն իսկ ավելորդ են, որոնք պետք է ավելի կարգավորվեն։ Դուք պարզ օրինակներ արդեն երևի գիտեք, անձնագրային գրասենյակներում, իրավաբանական անձնասկենացման ռեգիստրում, ինչ արվեց արդյունքում, մի շարք պրոցեսներ կրճատվեցին, չէ՞։ Հարկային ՀՎՀ-ը չեն գնում հարկային մարմնից ստանում են ռեգիստրում, չեն ներկայացնում հավաքատու վճարման անդորրագիր։ Եթե առաջ տևում էր 15 օր մի հատ իրավաբանական ազգ գրանցելի, հիմա տևում է 10 օր։ Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը կոչված է Երևանից դուրս բնակվող շահառուներին, հանրությանը, գործարարներին, հասարակական կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին եւս ներկայացնելու կարգավորիչ գիլյոտին ծրագիրը եւ իրավական դաշտում այսօր առկա խնդիրների մասին նրանցից արձագանք ստանալուն։ Կարգավորիչ գիլյոտին ծրագրին մանրամասն ծանոթանալուց հետո ներկաները բաժանվեցին 4 տարբեր խմբերի՝ սոցիալական, ձեռնարկատիրության, հարկային եւ մաքսային։ Այդ ոլորտներում առկա խնդիրները քննարկելու եւ դրանք օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնին ներկայացնելու համար։ Հավաքագրել, ուսումնասիրել, կտրել 3 գործողություն, որոնց համադրությամբ աշխատում է գիլյոտինը։ Օրենսդրයෙන් կարգավորվի, որ գոնե մի կառույց, որ ստուգում է, այդ օրերին 5 կառույց էլ չկան նորից ստուգեն։ Միաժամանակ այս տարի համակիների դիպլոմատությունից ձգվում է։ Ստուգումների մասին օրենքի հետ է խնդիրները, թե չգիտեմ ինչի է։ Երևի քիրակման հետ է։ Քիրակման հետ է կապված էլի երևի։ Որովհետև ասեմ միաժամանակ երկու կազմակերպություն գազնիկելու պետք է որ օրենքով է չլինի։ ձեզի ով է ստուգում, վերահսկիչը։ Ով ասեց, եւ վերահսկիչը, եւ ֆինանսների նախարարությունը։ Խմբակային աշխատանքի ընթացքում ներկաների կողմից բարձրացվեցին մի շարք խնդիրներ, որոնց կարգավորման համար նախատեսված նորմերը թերի են կամ էլ ընդհանրապես բացակայում են։ Դրանք գրի առնվեցին հանձնաժողովի կողմից օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնին ներկայացնելու համար։ Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը արդեն կիրառվել է մի շարք երկրներում եւ մեծ հաջողություն գրանցել։ Կոնկրետ արվել է Վիետնամում, արվել է Սինգապուրում, արվել է Խորվաթիայում, արվել է Սերբիայում, ուսուցիչ կառույցը, այն կազմակերպությունը, որը մեզ միջազգային փորձագիտական օժանդակություն է ցույց տալիս այս ծրագրի ընթացքում, իրենց գնահատականով բոլոր երկրներում էլ դա շատ հաջող է։ Էմմա Պետրոսյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։